Ինչու ֆուտզալ ոչ թե ֆուտբոլ։ Դինամիկա, ավելի հետաքրքիր, ավելի շատ ես գնդակով։ 4 տարվա մեկնաբանական փորձ ունեմ ու գրեթե 700 ուղիղ եթեր։ Պարզը գերակշռում է ֆուտբոլը, բայց իմ ամենաէմոցիոնալ ու ամենահիշարժան պատմական խաղը ֆուտզալի մեր Հայաստան-Ղազախստան խաղը։ Հիմա հիշում, հենց հիմա փշակաղում եմ այդ բաներից։ Դանիայի այդ արտագնա խաղի ժամանակ հիշում ես, որ մարզումը ավարտեցիք, այդ ավտոբուսի շատ վատ վարորդը թողել գնացել էր։ Հա, չէր սպասել 10։ Ու հավաքականը երկու այնտեղ ավելի փոքր միկրոավտոբուս շատ արագ կազմակերպեցին։ Հա, մի քանի այսպես հերթով թիմը հասավ հյուրանոց։ Ինչու՞։ Անհնարին բան է։ Անհնարին բան չի, բայց չեմ պատկերացնում։ Ո՞վ այն չէ, որ անհնարին չի։ Ինչ գործում է։ Պարոն Նազարեթյանը կվռնդեր ինձ։ Սպորտը կյանք է եւ այդ առանձնահատուկ աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում յուրատեսակ ու զավեշտալի պատմությունները։ Սպորտի լեզվով հաղորդման տաղավարում է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի եւ յունիսպորտի ներկայացուցիչ Սարգիս Մարգարյանը։ Սարգիս ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Մի փոքր ավարտված մրցաշրջանի մասին խոսենք, որովհետեւ շատ հագեցած էր Եվրոպայի առաջնությանը դեռ կանդրադառնանք, ավելի շատ ակումբային, քանի որ յունիսպորտի հետ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր դարձաք եւ քո համար անհատապես ինչպես կգնահատես մրցաշրջանը։ Մրցաշրջանը իհարկե կարելի է համարել իդեալական, առանց ոչ հոգիների, առանց պարտությունների անցկացրեցինք ամբողջ մրցաշրջանը, այդ թվում նաև գավաթի խաղարկությունը։ Ամեն ինչ շատ լավ ստացվեց, լավ ընթացավ, այն խաղերը, որ կարող էինք կորցնել միավորներ, չկորցրեցինք, էլի համ մեր լավ ու վստահ խաղի շնորհիվ, համ ինչ որտեղ երևի մեր հիմնական հակառակորդների մոտ այդ խաղերը տենց լավ չստացվեցին, ոնց որ կարային։ Իմ հանրատական խաղն էլ երևի լավ գնահատեմ նորից, որովհետև հիմնականում առանց վնասվածքների անցկացրեցի, ինչը շատ կարևոր է բոլոր սպորտսմենների համար։ Տենց ստատիստիկա չեմ ասի, որ գոլ կամ գոլային փոխանցումներով կարող եմ ասել, որ շատ լավ ա եղել կամ շատ վատ, որովհետև երբեք այդ ցուցանիշներով աչքի չեմ ընկել, ընդհանուր առմամբ լավ գնահատեմ։ Ու արդեն պարզ է Հայաստանի հավաքականի մրցակիցների անունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ Մենք Շվեդիայի ու Հունգարիայի հավաքականների հետ ենք խաղալու։ Մենք վարկանիշով հիմա երկու հավաքականներին էլ գերազանցում ենք, բայց բնականաբար դուք ավելի մասնագիտորեն արդեն առաջին պատկերացումը ունեք, ինչ կասես մեր առաջիկա մրցակիցների ու մեր շանսերի մասին։ Հա, ամբողջ թիմով նստեցինք, հետևեցինք վիճակահանությանը, իսկ կողիկ, թե ուրիշ տարբեր։ Ասեմ ձեզ, բոլորս միակարծիք էինք, որ կարող էր լինել ավելի հեշտ խումբ, կարող էր լինել ավելի բարդ խումբ, ընկել են բավականին լավ մրցակիցներ, բավականին ուժեղ մրցակիցներ, բայց լինում են ավելի բարդերներ կային ամեն զամբյուղից մեկ, իհարկե լավ էր, որ առաջին զամբյուղից էինք այս անգամ վիճակահանությանը, դրա համար նենց մրցակիցներ, որոնցից, չգիտեմ, պետք էր տենց շատ ավելի զգոն լինել, երևի չերը կարա լիներ, ասենց ասեմ, ցանկացած մրցակցի դեմ նույն ձև էինք տրամադրվելու, բայց այս նորմալ վիճակահանություն էր, ոչ լավ, ոչ վատ, ասենց գնահատեմ։ Անցնում ենք բլից հարցերին։ Ինչու ֆուտզալ ոչ թե ֆուտբոլ։ Դինամիկա, ավելի հետաքրքիր, ավելի շատ ես գնդակով, ավելի հետաքրքիր է իմ համար, չգիտեմ։ Ֆուտզալում ունեցած ամենաէմոցիոնալ ու հուզիչ բանը։ Չեմ կարող համեմատել Ղազախստանի հետ ստեղի հանդիպումներ, ավելի տենց թե Ուկրաինայի հանդեպ տարած հաղթանակը կամ Չեխիայից հետո այդ զգացմունքներ, որ արդեն գիտեինք, որ դուրս էինք եկել մեկ քառորդ։ Որպես մեկնաբան այդ հարցի մասին ես էլ եմ շատ մտածել։ Սկզբում մտածում էի դե եզրափակիչ փուլում օրինակ հաղթական խաղը ավելի էմոցիոնալ է, բայց հիմա այդպես չեմ կարծում, որովհետև օրինակ նույն Ղազախստանի խաղը պատմական էր այն առումով, որ այդ էմոցիաներն առաջին անգամ էին ու մենք գիտակցում ենք, որ մենք եզրափակիչ փուլում ենք։ 4 տարվա մեկնաբանական փորձ ունեմ ու գրեթե 700 ուղիղ եթեր։ Պարզը գերակշռում է ֆուտբոլը, բայց իմ ամենաէմոցիոնալ ու ամենահիշարժան պատմական խաղը ֆուտզալի մեր Հայաստան-Ղազախստան խաղն է։ Հիմա հիշում, հենց հիմա փշակաղում եմ այդ բաներից, հա, Ղազախստանի հետ, հետո տաններ, հետո մեր տենց շատ երկրպագուների առաջ, հետո տենց սպասումները լրիվ ուրիշ էր, ոնց որ
Ղազախստանն ճիշտ ես ասում, առաջինն էր, որովհետև Ուկրաինան, եթե կարանք համեմատենք Ղազախստանի հետ, Ղազախստանը ոչ մի բան հետ չէին կարող այն ժամանակ համեմատեինք, էլի։ Ամենահիշարժան գոլը։ Ամենահիշարժան գոլը երևի կլինի էլի հավականում խփած առաջին։ Ում դեմ էր։ Գերմանիայի հավականի դեմ։ Ամենադժվար պահը կամ փուլը կարիերայի ընթացքում։ Ամենադժվար պահը երևի եղել է, երբ որ ես Բելարուսում որ չեմպիոն դառնալուց հետո չկարողացա պայմանավորվել թիմի ղեկավարների հետ ու պետքա փոխեի ակումբս, այդ ժամանակ այնց շատ անորոշ վիճակ էր իմ մոտ։ Հայաստանի հավաքականի ամենակատակասեր ֆուտզալիստը։ Երևի Գարիկը Մաշումյան։ Ամենալուրջ ֆուտզալիստը։ Ամենալուրջը այս պահի դրությամբ երևի Պետրոսովը Արսեն։ Ու համաշխարհային որ աստղի հետ ֆուտզալիստներից բնականաբար կուզեի նույն թիմում խաղալ։ Ռիկարդինյոյի իհարկե։ Հա դե, այստեղից դժվար է շատ։ Դե Ֆալկաո, Ռիկարդինյո, հա, ու տենց իրանցից հետո արդեն մի երևի level արդեն իջնում են մնացած բոլորը։ Դե Մեսսի, Ռոնալդինյո ֆուտզալի չէ, երևի իրանց կարելի է այդ տարբերությունը դնել մյուսների ու իրանց միջև։ Հա, երևի։ Իրականում ֆուտզալի հավաքական այս պատմական ճանապարհը որ եղավ, կարելի ասել 0-ից ես էլ եմ այդ ճանապարհի հետ եկել առաջին խաղերը մեկնաբանելով, այն ժամանակ դեով կպատկերացնել, որ այսքան հրաշալի է ամեն ինչ լինելու ու այդ ճանապարհը նաև շատ հետաքրքիր դրվագներ է բնականաբար բերել։ Հիշում եմ իմ առաջին ու դեռևս միակ ուղևորությունը ձեզ հետ Դանիա, որ շատ անմոռանալի օրեր էին ու բավականին հետաքրքիր։ Շատ քչերը գիտեն, որ մեր ֆուտզալի հավաքականը իր արդեն ֆիրմային երգն ունի հանդերձարանում մարզումների գնալիս, չգիտեմ, ինչ հետաքրքիր դրվագներ կհիշես այս անցած ճանապարհից։ Այս դրվագները շատ են, իրոք մթնոլորտը շատ լավն է հավաքանում ու ես դա հաստատում եմ։ Այդ կարողա չերևա, չնայած երևում է հենց խաղերից, բայց իրոք ուրիշ է հանդերձանում, հանդերձանից դուրս այդ խաղերին, մարզումներին գնալու ճանապարհը մեր մոտ ոնց որ մի հատ այնց առանձին տոնախնդություն լինի, դրա համար շատ են այնց լավ պատմությունները։ Ես մի բան կիսատ գիտեմ, ասեմ, ինչքան հնարավոր է դու կարող ես փակագծերը բացել Ղազախստան-Հայաստան արտագնա խաղը մեզ համար շատ անկյունակարային էր եւ այնտեղ ոչ ոքի խաղալուց հետո մենք հասկացանք, որ կարող ենք պայքարել այդ խմբից դուրս գալու համար ու եզրափակիչ փուլ մտնելու։ Ես գիտեմ, որ այդ խաղից առաջ դու այսպեսի արտահայտություն ես արել, այսօր ոտքերս լավ են, հա, ամեն ինչ լավ է լինել, մոտավորապես էսպես ինչի մասին է խոսքը։ Հա, այդ պատմությունը ունի մի հատ նախապատմություն, որը տենց մեր ֆուտզալիստների մեջ շատ տարածված է, որ մեր ընկերներից մեկը մի օր տենց շատ տենց կարիք ուներ խաղալու, դաշտում գտնվելու, իրան ցույց տալու, ոնց որ տենց կոնկուրենցիայի ինչ որ մի հատ պահ էր եկել ու այդ խաղից առաջ նախավարժակի ժամանակ ասում է այսօր ոտերը շատ լավ է, շատ թեթև եմ զգում ինձ, շատ լավ եմ խաղալու ու տենց նենց է ստացվում որ մարզիչը իրան չի խաղացնում ամբողջ խաղը, տենց վերջում մի քանի վայրկյան է մտնում խաղում ու այդ պատմությունը տենց անդադ խոսացել, ծիծաղել եւ այլն ու հենց այդ Ղազախստանի խաղից առաջ տենց առավոտ նախաճաշ այլ ենք, ման եկել ենք սենյակ, ու տենց ոչ բոլորի մոտ է ստացում քնել հանգստանալ, իմ մոտ էլ ոչ ամեն խաղից առաջ է ստացում տենց լավ քնել հանգստանալ։ Այդ օրը տենց լավ քնել հանգստացել էի, Միրանը մտավ սենյակ, ասեց հա ոնց ես, ասեցի լավ քնել եմ, տենց ոնց լավ հանգստացել եմ, ասեց հա ոտերը կարա լավ է, ասեցի հա ասի հա ոտերս էլ ոնց որ լավ ասի բայց դա լավ նշան չի ոնց որ լավ նշան է էլի ժամանակ դե այն առումով որ ես էլի չխաղացի այդ խաղը տենց ստացվեց տենց խաղ գնաց երևի լավն էլ էր ճիշտն էլ էր իհարկե մի հանգամանք էլ է շատ տպավորիչ ինձ համար դուք մեր անկախ Հայաստանի առաջին թիմը դարձաք թիմային մարզաձևերին որ նման հաջողության եք հասել բայց մեկը մյուսից համեստ կերպարներ եք
դա այդ ամեն ինչի արժեքը ավելի ամեծացնում, որ նման հաջողությունից հետո նույն համեստ մարդիկ են, ինչպես մի քանի ամիս առաջ էր։ Ճիշտ ասած, դա չեմ կարող ասել։ Դե հա, ես եմ ասում։ Հաստատ էլի շատերն են ասում։ Դե լավ, շատ լավ որ տենց տպավորություն է, ու երևի դա հենց կարա լինի հաջողության գաղտնիքներից մեկը էլի մեր հավատանի, որ ոչ մեկին չենք կարող ուղղակի թերագնահատել ու չենք էլ գերագնահատում արդեն։ Բայց հիմա ռեալ է, չէ, արդեն իսկականից այն հավատն ու չգիտեմ, որ աշխարհի առաջնությունում էլ կարող ենք մենք խաղալ։ Հա, իհարկե։ Մենք արդեն նենց հավաքականների հետ ենք հաղթել, որ արդեն ցանկացած հավաքանի դեմ դուրս գալուց ընդհանրապես չենք համարում, որ մեզ անհնարին հաղթանակը չենք համարում, էլի։ Եվրոպայի առաջնությունից մեր վերջի հատվածը մարզական տեսանկյունից ու շարժվենք առաջ, մեր ճանապարհին կանգնեց Խորվաթիայի հավաքականը, որը ես դարպասապահ այդ օրը չգիտեմ ինչ էր անում, շատ լավ էր պաշտպանվում որպես թիմ։ Հիմա որ հետ ես նայում, մենք կարող ենք ավելի առաջ գնալ, թե այդ պահին դա մեր առավելագույնն էր։ Գիտեք ինչ ոնց պատասխանում այդ հարցին։ Իհարկե կարող էինք, բայց ինչ որ աստղեր այդ օրը պետքա տենց համընկնեին, որ մենք, որովհետև Խորվաթիայի հավաքականը իրոք շատ ուժեղ հավաքական է, ու իրանք էլ շատ լավ պատրաստվել, շատ լավ տրամադրվել էին այդ խաղին։ Ինձ թվում է ամեն դեպքում Ուկրաինան տենց չէր կարողացել տրամադրվել ու պատրաստվել մեր դեմ, ոնց որ թերագնահատելու պահ կար Հայաստանի հավաքականին ուկրաինացիների կողմից։ Չեմ կարծում, իմ կարծիքով չի կարա Եվրոպայի առաջնությունում հայտնվի մի հավաքական որ մեկը թերագնահատի, հա։ Չեմ կարծում, ուղղակի ինչ որ տրամադրվածության խնդիր ամեն դեպքում իրանց մոտ կար։ Իսկ խորվաթները շատ լավ էին պատրաստվել, այդ օրը այն որ մարզական բախտն էլ մեզ չժպտաց ամեն դեպքում, ինչ որ դարպասաձողին, դարպասապահը անհնարին, հա, այդպես ռեակցիաներ տվեց, իսկ իրանց մոտ հակառակը գնաց այդ գոլերը ու տենց ստացվեց, այդ օրը իրոք այդ օրն էր, որ իրանք պետք է հաղթեին։ Ուրիշ ցանկացած որ հնարավոր է մենք հաղթենք, բայց դե ամեն դեպքում Խորվաթիայի հավաքականը մնում է Խորվաթիայի հավաքական, այդ մեր տեղներ պետքա փորձենք, այդ էլ մեր համար ոնց որ մնաց մի մոտիվացիա շարունակելու, որ մենք հələ այն գագաթին չենք ու պետքա ձգտենք, ձգտելու տեղ թողեց էլի մեզ Խորվաթիայի հավաքականը։ Անցնենք այլ հետաքրքիր պատմությունների, ինչ կհիշես։ Պատմություններից հետաքրքիր կհիշեմ իմ առաջին ոնց որ պաշտոնական հավաքն էր ազգային հավաքանի հետ, Կիպրոս էինք գնացել խաղերի ու խաղերը ավարտվեցին, արդեն հետ ենք վերադառնում Հայաստան։ Հյուրանոցից դուրս եկանք ավտոբուս նստեցինք, մեր շատ սիրելի մերսողներից Մարգարը, ինքը տենց միշտ ակտիվ էր, մինչև հիմա ինքը ոչ բոլոր հավաքներին է մեր հետ, բայց շատ ակտիվ մեր ընտանիքի անդամն է, որ միշտ գալի, գնում եւ այլն, ու իր հետ տենց շատ կապված։ Այնքան հաճելի է կներես, որ ճանաչում են բոլորին։ Հիմա ես էլ եմ պատկերացնում արդեն։ Դե պատկերացնում ես ոնց է ինքը միշտ լավ պատմություններով ուրախ եւ այլն ու տենց ավտոբուսը նստեցինք, ավտոբուսում միկրոֆոն Մարգարը տեսավ, վերցրեց, ոնց եք Ժողովուրդ ջան, լավ է տրամադրությունը, ամեն ինչ լավ է, հա, եւ այլն, սենց մի քիչ խոսած, արդեն տենց շարժվել ենք, ասեց չենք մոռանում իրերը, նամանավանդ անձնագրերը, միացտուկ եք բոլորը ձեր մոտ, բան, սենց ասել էլի խոսալով, խնդալով, բան գնացինք, հասանք օդանավակայան, էլի հələ խոսում էր Մարգարը, էլի տենց ինչ-որ տենց լավ բաներ էր ասում, մեկ էլ սենց մի պաուզա տվեց, սենց հայց, մի հատ շատ վատ բան ա եղել։ Ասին, ինչ ա եղել Մարգարը։ Անձնագիրը մոռաց։ Անձնագիրս ու ամեն ինչս թողել եմ հյուրանոց։ Ու սենց բոլորը միանգամից, հա, ամբողջ թիմին ասում էր ուշադիր եղեք, մոռանաք ինքը։ Բայց վերջի, ես կարծեմ լսել էի այդ պատմությունը, բայց չեմ հիշում վերջի ինչ էր եղել։ Վերջը հա, հետ գնացին, հասցրեցինք, հա, մենք արդեն բոլորս օդանավի մեջ նստել, սպասում էինք, մինչև գիտեինք, որ գնացել են
Մարգարի իրերի հետևից հասցրեց, եկավ, նստեց, ամբողջ օթանավը ծափ տալ, որ Մարգարը հասավ, ու տենց նստեցինք, այդ վերադարձանք։ Մի բան էլ հենց նոր ես հիշեցի, այդ իհարկե այդքան հաճելի բան չի, բայց մեր հավաքական էլի շատ պատվով ու արագ նաև կազմակերպչական առումով դուրս եկավ Դանիայի այդ արտագնախահի ժամանակ, հիշում ես, որ մարզումը ավարտեցիք, այդ ավտոբուսի շատ վատ վարորդը թողել գնացել էր։ Հա, չէր սպասել 10 րոպե։ Հավաքականը երկու այնտեղ ավելի փոքր միկրոավտոբուս շատ արագ կազմակերպեցին։ Հա, մի քանի այսպես հերթով թիմը հասավ հյուրանոց։ Դե տենց շատ վատ մարդ էր։ Հա, ասում են Դանիայի վատ հիշողությունը, այդ մեկ վատ հիշողությունը։ Ընդամենը եւ 5 րոպե, 2 րոպե չսպասեց, տենց վարորդը ասաց, ես գործի եմ գնաց։ Բայց դա չխանգարեց մեզ, դա մեր նախավերջի արտագնահ խաղն էր։ Չէ, նախավերջի խաղն էր։ Նախավերջի խաղն էր։ Դա մենակ Ղազախստանն էր, ասեմ մի քանի օր հետո։ Հա։ Ու այդ հաղթական էմոցիաները եկավ, փոխանցվեց Ղազախստանի դեմ խաղը։ Այո, այո։ Տեսնենք միմյանց ինչքանով ենք ճանաչում։ Կարծում եմ մենք բավականին լավ ճանաչում ենք միմյանց, բայց դա այստեղ մի քիչ խորամանկ փուլ է։ Յուրաքանչյուրս երկուական պատմություն պետք է պատմենք։ Ու պետք է կրայենք, դա ճիշտ է, թե սուտ։ Ես առաջինը կսկսեմ, համել հնարավորություն գտամ քեզ ավելի լավ պատրաստվելու։ Ուրեմն, երբ ֆուտզալի հավաքականի հետ ես Դանիայում էի, դա այնտեղ մի քանի օր մնացինք, սրա մասին դու չգիտես բնականաբար, այդ գիշերներից մեկը անցկացրել եմ մի քիչ վատ անջում, բայց մեր բժշկական անձնակազմի տղերքից իրենց սենյակում եմ մի գիշեր քնել մի խոսքով։ Բայց ուրիշ բաներ չհասկանաք էլի։ Ուղղակի այդպես աստղերը դասավորվեցի։ Դե ես կասեմ, որ դա սուտ է։ Չեմ հավատում։ Անհնարին բան է։ Անհնարին բան չի, բայց չեմ պատկերացնում։ Դու բան չէ, որ անհնարին չի։ Ինչ գործ ունի։ Պարոն Նազարեթյանը կվռնդեր ինձ։ Շատ դժվար է տենց։ Իհարկե նման բան չի եղել։ Ինչ կառաջարկես դու մինչև իմ երկրորդը։ Միած sense բան, ես 14 տարեկանում, այսինքն 2007 թվականին ես երրորդ դասարան էի։ Արարատի գազում մասնակցել եմ Հայաստանի առաջնության մի խաղի ընդամենը։ 2007 թվականին ես 2006 թվականից հետևում եմ Հայաստանի առաջնությանը։ Հենց այդ թվականից էլ ֆուտբոլ եմ, տենց կարելի ասել ուշադրությամբ սկսել հետևել եւ միանգամից նաեւ Հայաստանի առաջնություն, բայց կդժվարանամ հիշել այդ ժամանակ դու եղել ես թե չէ, ու պետքա գուշակեմ։ Ինձ թվում է ճիշտ է։ Սխալ է։ Ես ֆուտբոլ եմ։ Ես գիտեմ, չգիտեմ, դա ես գիտեմ, որ դու ֆուտբոլ չես խաղաց։ Մտածեցի դե 2007 թվականն է կարող է ստացվել է հանգամանքների բերումով։ Իմ երկրորդը հետևյալն է, ես մեր նախորդ հյուրերից մեկի հետ էլ առիթ սրա մասին խոսելու 8 տարբեր մարզաձևեր եմ մեկնաբանել ու այնպես է ստացվել, որ առաջինը ֆուտզալի խաղ եմ մեկնաբանել, որից հետո նոր ֆուտբոլի։ Այսինքն ֆուտզալն է եղել այդ մեկնաբանական ճանապարհի ընթացքում, հետո դրանից հետո նոր ֆուտբոլ առաջին անգամ։ Ֆուտզալ իսկ հարցեր կարելի է տալ, չէ՞։ Եղել է Հայաստանի առաջնության խաղ, թե հավաքականի խաղ։ Միջազգային։ Մեր հավաքականը այդ ժամանակ չէ, մեր հավաքականի խաղ չէր ուզում եմ ասել, էլի։ Հայկական ֆուտզալ չէր։ Հայկական ֆուտզալ չէր։ Չէ։ Ուրեմն չէ։ Եղել է ու դա 2021 թվականն էր աշխարհի առաջնությունը, որ Լիտվայում էր անցկացվում, առաջին ալիքի մեդիա ակադեմիան նոր էինք ավարտել, պարոն Քարանթարյանը առաջարկեց այդ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչներ երրորդ տեղի ու եզրափակիչ խաղերի ես մեկնաբանեմ, դեռ կարելի ասել ուսանող էի, փորձաշրջանի նման մի բան էր։ Մեր հավաքականից առաջին խաղը, եթե չեմ սխալվում, որ համալիրում 4-2 Չեխիայի հավաքականին հաղթեցինք, Լուանը գոլ խփեց, այդ խաղում Խրոմիխը կարծեմ հետրիկ ձևակերպեց։ Հա, ես մի էլի հետաքրքիր բան հիշեցի, այն ժամանակ դե ոչ մեկիդ անձամբ չէի ճանաչում, քեզ ու Արթուր Մելքոնյանի շփոթում էի, չգիտեմ ինչու։ Դե պարզա համարները նայում էի, հասկանում էի ով է Սարգիսը, ով է Արթուրը, բայց արտակնապես էլ եւի չգիտեմ ինչ որ նմանություն դե չէի ճանաչում լավ։ Շատ դժվար էր Արթուր Մելքոնյանին ու Սարգիս Մարգարյանի տարբերել այդ սկզբի հատվածում։ Բելարուսի առաջնությունում խաղացել եմ 5 տարբեր թմերում։ Կարծում եմ սխալ է։
ճիշտ է։ Ճիշտ է, 5 տարբեր թիմերում խաղացել ես։ Այո։ Չէ։ Այդ իրար հետևի ոնց է եղել։ Դու մի քանի շատ երկար, բայց 10 տարի եղել եմ։ Հա, չէ, խաղացել եմ։ կլիներ լավ։ 10 տարի խաղացել եմ, հա, 5 տարբեր թիմերում։ Կուզեիր էլի խաղաս Բելարուսի առաջնությունում։ Հա, Իսկ շատ է մակարդակների տարբերությունը։ հենց առաջնության հետ շատ եթե վերցնում ենք ընդհանուր առաջնությունը, հա, եթե վերցնում ենք top ակումբները, կա էլի տարբերություն, բայց շատ մեծ չի։ Ուրեմն գնացինք 30 վայրկյան ֆուտզալիստներ, որոնք պրոֆեսիոնալ ֆուտբոլից անցում են կատարել ֆուտզալի ժամանակը գնաց։ Միրան Դերմենջան, Մաշումյան Գարեգին, Պատատյան Արտուր, Մելիքյան Ռաֆիկ, Սանոսյան Վլադիմիրը, ինչքան գիտեմ, խաղացել է էլի, բայց չգիտեմ առաջին լիգական այդ մակարդակի խաղացել է, թե չէ։ Նիվեդրովը հաստատ չի խաղացել։ Ով կա մեր հայերից էլի։ Վերջոցով է։ Վերջին շատ արագ է ժամանակը վերջան։ Ես ասեմ, օգնեմ քեզ, Խրոմիխն էլ է խաղացել, Կազանի Ռուբինում ու իր հետ մի հատ էլի խաղացող կար, որը հետո ավելի շատ ֆուտբոլային կարիերա ունեցավ, հիմա չեմ հիշի որ խաղացողն է։ Հա, ինքերից Ռուբինում խաղացել էր։ Լավ, ես ավելի դժվար հարց քեզ կտամ։ Վերջին 3 տարիների Հայաստանի ազգային հավականը ընկերական հանդիպումներ ում հետ է խաղացել ֆուտզալի։ Գնացինք։ Ղրղստան, Վրաստան, Մոլդովա։ Ես Մոլդովայի հետ ընդ որում 2 խաղա խաղացել։ Չեխիա։ Չեխիա պաշտոնական էր։ Այս վերջի մրցաշարում էլ ով կար չեմ հիշում։ Էդ էր մենակ, բայց լավ խաղեր ենք խաղացել, հիշի։ Վերջացավ։ Որն եմ բաց։ Իսպանիա։ Վայ, գնացին։ Ամենահայտնի ընկերական խաղեր, որոնք կար, նաև պաշտոնականի տեղ կարելի անցկացնել։ Ես ուրիշ բան էի պատրաստել, բայց արի փորձեմ էսի մրցույթից դուրս մեր հավաքականի բոլոր խաղացողներին էի ուզում նշել, որոնք Եվրոպայի առաջնության հայտարարությունում եղել են։ Հա, դու 30 վայրկյան արի պահեմ ասա։ Գնաց, ես այսօր 30 վայրկյան ունեմ էլի, այդպես էլ է լինում։ Գնաց։ Ալբերտ Աղաջանով, Արթուր Մկրտչյան, Սուրեն Ղազարյան, Համլետ Մանուկյան, Ղանդիլյան, Խրոմիխ, Սանոսյան, Նևեդրով, Մելքոնյան, Պատատյան, Մաշումյան, Աղասի Եղազարյան, Արսեն Պետրոսով, Դերմենջյան, ամոթ կլներ չասեի, Սարգիս Մարգարյան դա չէ դե լավ է չէ էսի չէի ներից վերջացավ բայց շատ բաստովեցի բաց թողեցիր բաց թողեցիր մի քանի հոգու ամեն դեպքում բայց ասեցիր ունենց մարդկանց որոնք Եվրոպայի առաջնության հենց Եվրոպայի հայտարարությունում Կանդիլյանը կարծում եմ չէ Կանդիլյանը կար դարպասապաններից մեկը դե պարզա չկար ով չկար Արտուրը Մկրտչյանը չկար, Էմինը Ղարաբաղյան կար, Պատատյան Արտուրն էլ չկար։ Մելիքյանն էլ չկար, Ռաֆիկը, չնայած Ռաֆիկյանը չտվեցիր, հա։ Վերջի բանին չկար ինքը։ Նույնիսկ 7 հաստատ ճիշտ ասեցիր։ Դե երկուսը որ գումարենք իրար, ես քեզ հաղթեցի։ Պաշտոնական դիրքի չէ։ Սարգիս ջան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Առաջիկայում Չեմպիոնների լիգայում ձերի ելույթներն են, հավաքականի խաղերը բնականաբար ու վստահ եմ, որ մեզ շատ եք ուրախացնելու։ Մերսի շատ, հա։ Վիճակականությանը հետևենք Չեմպիոնների լիգայի, տեսնենք ում հետ ենք խաղալու, շատ կարևոր է վիճակականությունը շատ բան է կախված։ Շնորհակալություն, որ հրավիրեցիր։ Քեզ եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Իսկ սպորտի լեզվով հաղորդման տաղավարում էր ֆուտզալի Հայաստանի հավաքականի եւ Յունիսպորտի ֆուտզալիստ Սարգիս Մարգարյանը։